Գյումրիի զարգացման բանալին գրագետ համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Երկրորդ քաղաքն առանձնահատուկ տեղ ունի առաջարկ Հայաստանին ծրագրում։ Ներկայացված է 7 նախագիծ իրատեսական լուծումներով։ Գյումրին հյուսիսային դարպաս։ Գյումրին որպես մեր իրական հյուսիսային դարպաս ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության։ Բաղրատ անող ճանապարհի շինարարության ավարտ, սահմանային ենթակառուցվածքների արդիականացում, Կարս Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացում, Գյումրու օդանավակայան սահման բիզնես կապ։ Ծրագրի արդյունքում կավելանա առևտուրը, կլինի տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ։ Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք։ Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակների ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաք։ Գյումրիում պետք է գործարկել Շիրակի արդյունաբերական գոտին անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։ Գյումրին ունի ներուժ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը, զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։ Նախագիծ 3. Լոգիստիկ կենտրոն։ Դեպի Վրաստան և Գյումրի Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։ Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն պահեստային տնտեսություններ, բեռնող բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։ Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։ Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք։ Նախագծի էությունն է ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։ Պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում, բոլոր կարևոր բանկերի ներկայություն, աջակցություն նորարարական բիզնեսին, ծառայությունների ոլորտի գործունեության խթանում, արդյունաբերության ոլորտի խրախուսում, արհեստների պահպանում և զարգացում, ստեղծագործական ոլորտների խրախուսում, Made in Գյումրի ապրանքանիշի կայացում և զարգացում։ Արդյունքում կստեղծվեն աշխատատեղեր, կլինի եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կրճատում։ Նախագիծ 5. Հայաստանի մարզական մայրաքաղաք։ Այստեղ պաթոսն արդարացված է, հպարտություն, կարգապահություն, միջազգային իմիջ։ Նախագծի հիմքում պետք է լինեն կառավարության որոշումներ հետևյալ կետերի շուրջ։ Շիրակի մարզում ազգային մարզական կառույցների տեղակայում կառուցում, երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում, բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ, մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում, ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում, Գյումրին պետք է դարձնել միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։ Նախագիծ 6. Առողջ քաղաքի մոդել ընդօրինակման համար։ Պետական համապարփակ ծրագիր պետք է ստեղծվի ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ ու առանց թմրանյութերի քաղաքային միջավայրի ստեղծմանը։ Թմրամիջոցների և այլ կախվածությունների կանխարգելում դպրոցներում, դպրոցական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, պետության հաշվին երեխաների և դեռահասների անվճար մուտք դեպի սպորտ ակումբներ, կոշտ և համակարգային պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, հանրային տարածքների բարելավում և լուսավորություն, բնապահպանական նախագծերի իրականացում։ Տեսանելի ժամկետում Գյումրին կդառնա Հայաստանի առաջին քաղաքը առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում։ Նախագիծ 7. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք։ Առաջարկ Հայաստանին ծրագրում նախանշված է Գյումրու պատմական ինքնությունը պետք է համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ։ Պատմական թաղամասերի պահպանում և վերականգնում, փառատոների և տոնավաճառների կանոնավոր օրացույց, աջակցություն թատերական և համերգային կյանքին, արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացում, երիտասարդության ներգրավվածություն մշակութային և քաղաքային նախագծերում։ Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում։ Օրինակ, թափառող շների խնդրի լուծման համար առաջարկ Հայաստանին ծրագրում կա համակարգային լուծում, որը Գյումրիում հաջողությամբ իրականացնելուց հետո որպես գործուն մոդել կարելի է կիրառել նաև հանրապետության մյուս համայնքներում։ Պետք է տարանջատել, բացառապես թիմ ջանքերով, թե նաև Երևանի գործուն միջամտությամբ, որ խնդրին ինչպես լուծում տալ։